Տասնամյակներ շարունակ բժիշկները ասում էին, որ շաքարային դիաբետը հնարավոր է միայն վերահսկել, բայց ոչ բուժել, սակայն վերջերս հրապարակված արդյունքները մեծ աղմուկ են բարձրացրել ամբողջ աշխարհում։ Հետազոտության մասնակիցներից շատերը բուժումից հետո այլևս ինսուլինի կարիք չեն ունեցել։ Արդյոք սա նշանակում է, որ շաքարախտի բուժումը վերջապես գտնվել է։ Այս տեսանյութում կպարզենք, թե ինչ է տեղի ունեցել իրականում և որքանով է դա կարող փոխել միլիոնավոր մարդկանց կյանքը։ Եթե ունեք շաքարային դիաբետ, մեկնաբանությունում գրեք ձեր տարիքը և դիաբետի տեսակը։ Մեր բժիշկը լավագույն խորհուրդն ու սննդակարգը կառաջարկի, որպեսզի կարողանաք պայքարել հիվանդության դեմ։ Նաև բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր բոլոր օգտակար խորհուրդները։ Տասնամյակներ շարունակ շաքարային դիաբետը համարվել է այն հիվանդություններից մեկը, որը հնարավոր է վերահսկել, բայց ոչ լիովին բուժել։ Սա այն հիվանդությունն է, որի հետ մարդիկ սովորում են ապրել ամբողջ կյանքում, անընդհատ չափելով արյան շաքարը, հետևելով սննդակարգին և շատ դեպքերում օգտագործելով ինսուլին կամ դեղամիջոցներ։ Միլիոնավոր մարդիկ ամեն օր սկսում են իրենց օրը նույն մտքով՝ ինչպես պահել շաքարը նորմայի սահմաններում, ինչպես խուսափել բարձրացումներից կամ կտրուկ անկումներից։ Բայց վերջին տարիներին բժշկական աշխարհում սկսվել է մի ուղղություն, որը փոխել է այդ անփոփոխ ճշմարտությունը։ Գիտնականները սկսել են աշխատել մի գաղափարի վրա, որը նախկինում գրեթե անհնար էր թվում՝ վերականգնել օրգանիզմի սեփական ինսուլին արտադրելու կարողությունը։ Խոսքը գնում է ցողունային բջիջներից ստացված ինսուլին արտադրող բջիջների փոխպատվաստման մասին։ Այս ուղղությամբ աշխատում են մի շարք միջազգային կենտրոններ, իսկ ամենաշատ քննարկվողներից մեկը ԱՄՆ-ում գործող Vertex Pharmaceuticals ընկերության կլինիկական ծրագիրն է։ Այս մեթոդի գաղափարը բավականին պարզ է հնչում, բայց իրականում շատ բարդ է իրականացվում։ Տիպ 1 շաքարախտի դեպքում մարդու իմունային համակարգը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի այն բջիջները, որոնք արտադրում են ինսուլին։ Արդյունքում օրգանիզմը այլևս չի կարող ինքնուրույն կարգավորել արյան շաքարը, և մարդը դառնում է ինսուլինից կախված։ Մեթոդի դեպքում գիտնականները փորձում են լաբորատոր պայմաններում ստեղծել նոր աշխատող բջիջներ, որոնք նման են առողջ մարդու ինսուլին արտադրող բջիջներին, և այնուհետև դրանք ներմուծում են հիվանդի օրգանիզմ։ Եթե օգտակար է այս տեսանյութը ձեզ համար, խնդրում ենք հավանեք այն։ Այս հետազոտություններում ներգրաված են եղել հիմնականում տիպ 1 շաքարախտ ունեցող չափահաս հիվանդներ, մոտավորապես 18-ից 65 տարեկան տարիքային խմբում։ Արդյունքները, որոնք հրապարակվել են վերջին տարիներին, մեծ հետաքրքրություն են առաջացրել բժշկական հանրության մեջ։ Փորձարկումների ընթացքում որոշ հիվանդների մոտ նկատվել է, որ օրգանիզմը սկսել է կրկին արտադրել ինսուլին։ Սա արդեն ինքնին մեծ առաջընթաց է, քանի որ խոսքը գնում է այն ֆունկցիայի մասին, որը նախկինում համարվում էր անդառնալիորեն կորցված։ Ավելին, որոշ մասնակիցների մոտ ժամանակի ընթացքում նվազել է արտաքին ինսուլինի կարիքը, իսկ որոշ դեպքերում նրանք այլևս չեն օգտագործել ինսուլին։ Այս արդյունքներն են, որ ստիպել են շատերին հարցնել. արդյոք սա արդեն շաքարային դիաբետի բուժումն է, թե պարզապես ժամանակավոր բարելավում։ Բայց ինչ է իրականում կատարվում։ Չնայած այս տպավորիչ արդյունքներին, գիտնականները շատ զգուշավոր են իրենց գնահատականներում։ Ոչ մի պաշտոնական աղբյուր չի ասում, որ շաքարային դիաբետը արդեն լիովին բուժված է։ Պատճառները մի քանիսն են։ Առաջինը, այս մեթոդը դեռ գտնվում է կլինիկական փորձարկումների փուլում, այսինքն այն դեռ չի դարձել ստանդարտ բուժում, որը հասանելի է բոլոր հիվանդներին։ Երկրորդը, դեռ պետք է հասկանալ, թե որքան երկար են պահպանվում արդյունքները։ Եթե հիվանդը 1 կամ 2 տարի ինսուլին չի օգտագործում, դա շատ լավ ցուցանիշ է, բայց գիտնականներին հետաքրքրում է, ինչ կլինի 5, 10 կամ նույնիսկ 15 տարի անց։ Երրորդ կարևոր հարցը իմունային համակարգն է։
քանի որ հենց այն է եղել հիվանդության հիմնական պատճառներից մեկը։ Կավտանք, որ այն կարող է կրկին վնասել նոր բջիջները։ Որտեղ են իրականացվում այս բուժումները։ Այս պահին նման փորձարկումները իրականացվում են միայն խիստ վերահսկվող գիտական ծրագրերի շրջանակում, հիմնականում ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայի որոշ առաջատար բժշկական կենտրոններում։ Դրանք սովորական կլինիկաներ չեն, որտեղ կարելի է պարզապես դիմել և ստանալ բուժում։ Խոսքը գնում է գիտական փորձարկումների մասին, որտեղ հիվանդները ընտրվում են հատուկ չափանիշներով։ Արժեքի հարցը։ Քանի որ այս մեթոդը դեռ հաստատված բուժում չէ, հստակ արժեք գոյություն չունի, սակայն մասնագետների գնահատականներով, եթե այն դառնա լայնորեն հասանելի բուժում, արժեքը կարող է լինել շատ բարձր։ Որոշ կանխատեսումների համաձայն այն կարող է հասնել 100 հազարավոր դոլարների, քանի որ խոսքը բարդ բջջային տեխնոլոգիայի մասին է։ Ինչու է սա մեծ առաջընթաց համարվում։ Դիաբետի բուժման պատմության մեջ սա առաջին դեպքերից է, երբ գիտությունը փորձում է ոչ միայն վերահսկել հիվանդությունը, այլ վերականգնել այն օրգանիզմի ֆունկցիան, որը վնասվել է։ Սա նշանակում է, որ մոտեցումը փոխվում է կառավարումից դեպի վերականգնում։ Եվ հենց սա է պատճառը, որ այս թեման դարձել է քննարկման առարկա ամբողջ աշխարհում։ Մինչ գիտությունը զարգանում է, ինչ անել դիաբետի դեպքում։ Մինչ այս նոր մեթոդները դեռ լայնորեն հասանելի չեն, ամենակարևորը մնում է ճիշտ ապրելակերպը և վերահսկումը։ Առավոտյան ցանկալի է սկսել սնունդից, որը չի բարձրացնում շաքարը կտրուկ, օրինակ վարսակ առանց շաքարի, ձու, թեթև սպիտակուցային սնունդ կամ բանջարեղեն։ Օրվա ընթացքում կարևոր է պահպանել կայուն սննդակարգ, խուսափելով շատ արագ ածխաջրերից, քաղցրավենիքներից և գազավորված ըմպելիքներից։ Նաև շատ կարևոր է ջրի օգտագործումը և օրվա ընթացքում շարժումը։ Նույնիսկ օրական 20-ից 40 րոպե քայլքը կարող է օգնել շաքարի ավելի լավ վերահսկմանը։ Ինչ չի կարելի անել դիաբետի ժամանակ։ Դիաբետի դեպքում ամենավտանգավոր սխալներից մեկը ինքնուրույն բուժում փոխելն է։ Չի կարելի ինքնուրույն դադարեցնել ինսուլինը կամ դեղերը, անտեսել արյան շաքարի չափումները, երկար ժամանակ մնալ առանց սննդի, չվերահսկել սննդակարգը, վարել ամբողջովին նստակյաց կյանք։ Այս ամենը կարող է բերել լուրջ բարդությունների։ Այս պահին շաքարային դիաբետը դեռ լիովին բուժվող հիվանդություն չէ, բայց առաջին անգամ երկար տարիների ընթացքում գիտությունը ցույց է տալիս իրական արդյունքներ, որտեղ որոշ հիվանդների մոտ հնարավոր է եղել վերականգնել ինսուլինի բնական արտադրությունը և նվազեցնել կամ նույնիսկ դադարեցնել ինսուլինի օգտագործումը։ Սա դեռ սկիզբ է, բայց շատ մասնագետների կարծիքով դիաբետի բուժման պատմության մեջ սա կարող է լինել ամենակարևոր շրջադարձային փուլերից մեկը։ Եթե քեզ հետաքրքիր են առողջության և բժշկության թեմաները, բաժանորդագրվիր ալիքին։ Եթե այս տեսանյութը օգտակար էր, անպայման լայք դիր, որպեսզի այսպիսի կարևոր տեղեկությունները հասնեն ավելի շատ մարդկանց։ Իսկ եթե ունեք շաքարային դիաբետ, մեկնաբանությունում գրեք ձեր տարիքը և դիաբետի տեսակը։ Մեր բժիշկը լավագույն խորհուրդն ու սննդակարգը կառաջարկի, որպեսզի կարողանաք պայքարել հիվանդության դեմ։